Նիկոլ Փաշինյանի այս վերջերս հնչեցրած սպառնալիքները եւ վիրավորանքների մասին ասել եք, նաեւ ֆիզիկական հաշվի հարդարացնում եք այս սատկացնելու։ Ինչ ֆիզիկական այդպիսի բան ես չեմ լսել, բայց ինչի պետք է ժողովրդավարական երկրում ֆիզիկական բռնություններ կիրառեն, իրանից ես չեմ սպասում այդպիսի բան։ Ռոբին սատկացնելու եմ, կարուգացինել եմ սատկացնել։ Չէ, այդպես բան ես չեմ լսել, բայց չեմ էլ հավատում, որ այդպես բան ասել։ Եթե ասացել էլի կարող է տեղին էլ ասած լինի։ Օրինակ տեղին ասելով ինչ եք։ Այսինքն դե շատ են համահանում, երկիրը ուզում են էլի Արցախի օրը գցեն։ Մեր Հայաստանը ուզում են Արցախի օրը գցեն, հանձնեն ռուսներին։ Հարցով էր դիմում այդ ինչ որ ինչ։ Հարցով, բայց հարցը կա նորմալ կարող են դիմել հարցը, բայց ոչ թե տես աթաթա տալով, բան անելով, տես ոնց որ ես իմ ուզում էր կողտված անցած լիներ Փաշինյանին։ Մի րոպե, արի մի րոպե մի գնա։ Ռոբերտ Սերջը, եւ մյուսները։ Օրինակ այդ կնոջ եղբայրը հետո էլ պարզվեց, որ անհետ կորած է։ Այսօր էլ Ազատի կացարանում Անհետ կորած լինի, ինչ չունի, դա նշանակություն չունի։ մարդիկ իրենց վիշտն են Դե վիշտը անցել է, դա պետք է բան անեն։ Վիշտը սաղելուն են, ինչ ա եղել, այդով չի վիշտ ունեցել։ Ազատի կացարանի գործով այդ հրդեհվածների մասին։ Ես չեմ լսել։ Մի քանի տարի առաջ 15 զինծառայող վառարան։ Հա, այդ բանը, հա։ Այսօր այդ զինծառայողներից մեկի պապիկը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, թար քննություն էր ուզում։ Դրա բերանը փակելով բռնի ուժով հեռացրել են այդ հրապարակը։ Չգիտեմ, ես արդարադատությունը մեր չի գործում։ Միակ բանը մտում անկախ են, բայց չի գործում, չեմ հասկանում, էլի ենթարկում են այդ Քոչա Սերջա Դաշնակյան հրոսակախմբերին են ենթարկում դրանք, ռուսներին են ենթարկում, անկախ դատական համակարգ չունենք, եթե ունենայինք այդ դատերը դատահարած կլինեին, պրծած կլինեին, էլի, այդ հարցերը լուծված կլիներ արդարացի ձևով։ Բայց օրինակ այդ մարդը, որ իր վշտով մոտեցել էր Փաշինյանին, ասում են այդպիսի մարդկանց փող են տալիս հատուկ, որ գան։ Ես հավատում եմ, հա, դրանք փող տված կլինեն, որ գա տենց սադրիչ հարցեր տա բանան այդ 100%-ը։ Արդար քննություն է ուզում զոհվածի պապիկը, դա սադրիչ է համարում։ Արդար քննությունը անցել է, հիմա չգիտեմ այդ ոնց է եղել, ինչ է եղել, բայց անցել է, չէ՞ էտի։ Մեղավորներ չկան այդ հրդեհված կացարանի գործում։ Դե հիմա այդ էս ասում, ես էլ մեկը իզնից բան արել, եկել էր սալիկ շարել, 200,000 դրամ գցում էր արել, դատարան եմ տվել, ժամկետը անցել է, քննիչները ասեցին գործը փակում է։ Ես ու տերորիստ է։ Ակներ ես իմ երեխու 10 տարի պայեցի, ճամպետի պալակ ծառայելու 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինչի ինքելավ, առավոտ գիշեր հանասա, որ մի բաժակ կոֆեի, բանով բեզի լսին, վարեցին։ Բայց դուք օրինակ կարծում եք, որ այդ պապիկին են գումար տվել, որ կա։ Այո, հաստատ համոզված եմ, որ տված են, այո։ Հաստատ այս որ ընտրաշավի ժամանակա դա հաստատ սադրիչ այդպիսի գործողությունների համար լավ էլ ֆինանսավորում են դրանց, էլի։ Կներեք, դուք ձեր շրջապատում ունեք ինչ-որ այդպիսի մարդիկ, օրինակ պատերազմի ժամանակ ինչ-որ հարազատ են կորցրել եւ այլն, օրինակ ցանկություն ունենային հանդիպելու օրինակ ղեկավարի հետ։ Դա տենց մեր գյուղերում ես գյուղից եմ էլի եկած ստե։ Տենց բան կա, զոհվածներ ունենք, բայց այդ աստիճանի բան տենց որ բանանը Եթե նրանք էլ գնան ցանկանային իրենց վիշտով ինչ որ արդար քննություն պահանջել, դուք էլ կկարծեիք, որ նրանց գումար են տվել դրա համար։ Դե ես մեր գյուղացիներից չեմ սպասում այդպիսի բան, բայց ինչ ասեմ, կարող եմ մեկ էլ Տարածաշրջան օրինակի չկապ ունի այդ գումար տալու հետ։ կապ ունի յուղի ու քաղաքի ժողովրդի այդ բարոյական նորմերը շատ տարբերվում են էլի իրարից։ Զոհվածի պապիկը քաղաքից չէ, Լոռվա մարզից է, Լոռու մարզում է այդ դեպքը այսօր։ Լոռի մարզը ես Թումանյանի Միկաթիլ Մեղերի պատմությունը գիտեք, չէ՞։ Ինչ իմանաս են, կարող է մի զրչո բանա, ինչա, վերել են, տվել են, ուզում է կռիվ գցի, Միկաթիլ Մեղերի համար կռիվ գցի։ Ինչ հնարավոր է Լոռու մարզից այդ սպասում եմ ես դրանցից։ Լոռու մարզի ժողովուրդը տենց արունախում են էլի, չեմ ես Գեղարքունիքի մարզից եմ։